Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Հրանտ Բագրատյանի հետ։ Պարոն Բագրատյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Քրեական միջոցառումը կորցնում է իր լեգիտիմությունը, երբ այն կիրառվում է ընտրովի կամ քաղաքական նպատակներով, այլ ոչ թե ընդհանուր արդարադատության ապահովման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի 1886 թվականին կայացված որոշման մեջ։ Երեկ Գյումրիում մենք տեսանք, թե ինչպես ԱԱԾ-ի 5-րդ ուրեմն վարչության ոստիկանության զորքերի մեծաքանակ ուժերով բերման ենթարկեցին Գյումրիին տրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ինչ էին անում այդ թվով իրավապահները Գյումրիում, արդարադատությունն էին վերականգնում։ Նման խնդիր չկար ընդհանրապես։ Համենայն դեպս այն հոդվածը կամ այն առիթը, որ իրան ձերբակալել են, իրան ձերբակալություն չէր հասնում։ Ինչ-որ մեկը, ինչ-որ բան էր ասել, պետք է քննեին։ 100 հոգի ուղարկել են դիմակներով մարդուն ստորացնելով բան են անում։ Այդպես էլ մենք հիմա ներկա իշխանություններից եւ Փաշինյանին, եւ Ալեն Սիմոնյանին, եւ Արադ Միրզոյանին, եւ Տիգրան Ավինյանին պիտի դիմակներով ձերբակալած լինենք։ Այն բաները նկատի ունեմ նրանց վերջիններիս կողմից արած, որոնց ակնհայտորեն քրեական տարրեր են պարունակում։ Ինչու իրենց դեպքում իրավապահ համակարգը չի արձագանքում։ Գիտեմ, օրինակ Նիկոլ Փաշյանը չէր 10 միլիոն տվեց Air Arabia-ի հետ բանը ավիակամպանիա ստեղծել, դա ասած չստա, փողնել չկա։ Բայց իրավապահ համակարգը պիտի գնա իրան ձերբակալել, ասել ինչի է տալիս այդ 10 միլիոնը։ Ով է տնօրինում այդ փողը։ Տիգրան Ավինյանը, Դավիթ Փափազյանը, նրանք էլ պիտի ձերբակալվեին։ Բայց չի իրանք չեն ձերբակալվում։ Ով անում ասֆալտը Հայաստանում, ընդ որում ճանապարհ նոր չի կառուցում, ասֆալտ անում, Եվրոասֆալտը, որի հետ իրանք են հայտարարում, որ կապ ունի Սիմոնյանը կապ ունի։ Ինչի՞ չի ձերբակալվում։ Ոչ ոք դրա պատասխանը չունի։ Հասկանում եք։ Կամ իրանք հայտարարեցին, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ցածր տոկոսով թե 0% չեմ ասում, ամբողջ մամուլը դա էր պատում, $1 միլիոն վարկավեկալ իր համար։ Այսինքն զրի փող է վերցրել։ Ոչ բացատրություն եղավ, ոչ ասվեց, որ դա քնվել է, ոչ էլ այդ որ երեք Գյումրի քաղաքապետին ձերբակալում, գնացին ձերբակալելու իրան։ Վահե Հովհաննիսյանին։ Բացատրություն չի եղել, չէ՞, քննություն չի եղել, չէ՞։ Հանրությանը տեղակ չեն պահել, չէ՞։ Վարդան Ղուկասյանը եկել էր Գյումրիի համար լավ գործեր ուզում աներ, դա էր տվել կառավարությանը։ Այդ գործում նաև խնդրել էր, որ ես իրեն խորհրդատվություն մատուցել է, որ բյուջեից իմ բյուջեն պետք է 27 միլիարդ 1.5 է։ 25 միլիարդ ընտրի ստանում ես, պարոն Փաշյան։ Կարող է դա է հանդիսացել հիմնական Կարող է պատճառը դա էր։ Նույնը կարող է ես կասկածում եմ Փարաքյանը։ Ընդեղ էլ ավելի դաժան գտնվեցին։ Կարծում եք քաղաքական այնուամենայնիվ հողի վրա կարող է լինել, չեմ կարծում, ես կարծում եմ ամեն հնարավոր բան։ Բայց քաղաքական չէր, բան չէր, համայնքապետերին չեք գնդակարում։ Դե իշխանություններն առաջ են տանում այն վարկածը, որ դա անձնական խնդիրների անձնական խնդիր չլիներ։ Եթե նրանց մեջ առաջ խնդիր էր եղել, արդարադատություն իրականացնեիք, մինչև վերջ պարզեիք, որպեսզի անձնական վրեժխնդրություն չլինի։ Եթե անգամ անձնական վրեժխնդրություն է, իշխանությունն է մեղավոր։ Պարոն Բագրատյան, այնուամենայնիվ թիրախը Վարդան Ղուկասյանն էր, թե ինչպես ասում են շանգլուխը այլտեղ է թաղվում։ Թիրախը ուրիշ բան է, չհամարձակվեք իշխանություն վերցնել։ Ոնց էլ վերցնեք, կգանք, կդատենք, կձերբակալենք ձեզ։ Թիրախը սա է, Վարդան Ղուկասյանը, ինչու պիտի դες թիրախը լեր։ Եվ իհարկե Գյումրիում, ասենք, Սարիկ Մինասյանի նման մեկին կբերեն, որը փորձի կեղծել ընտրությունները, ապա առաջիկայում սպասվող ընտրությունները։ Այսինքն հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ Վարդան Ղուկասյանը եւ մյուս պաշտոնատար անձանց ղեկավարումը կասեցվել է։ Հող է նախապատրաստում Սարիկ Մինասյանի նշանակման համար։ Խնդիրը սա է։ Ինչի՞ է կասեցվել։ Դատարանի որոշում կա, որ նա մեղավոր է։ Նույնիսկ գործով քննություն չկա։ Գործով քննություն էլ չկա։ Ինչպես եք բնութագրում ստեղծված իրավիճակը։ Իրավապահ համակարգը վերածվել է մուրճ ու մահակի, փաստորեն քաղաքական հակառակություն։ Ոչ իրավական ստալինիզմը այսպիսի դրսևորումներ չուներ։ Ավելի սարսափելի։ Մարդկանց հոդվածներ չեն հայտնում, ինչ հոդվածով եք մարդկանց ձերբակալում։ Եվ ինչպես Վարդան Ղուկասյանի փաստաբանը նշեց, կաշառքի ոչ թե տեղի ունեցած հանցագործության մասով է մեղադրանքը, այլ որ կաշառքի առաջարկ է արվել։ Ինչպես եք բնութագրում այս ամենը։ Սա քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է։ Սա պարզապես ավտորիտար ռեժիմի բնորոշ գործելակերպ է։ Սա արևմտյան դեմոկրատիայի ավտորիտարիզմի մարմնացած Հայաստանում Նիկոլ Փաշյանի դեմքով։
Արևմտյան Այո, այն ողջ արևմուտքը ողջունում է, սա ծափ է տալիս։ Մեկը մի հատ ձայն հանեց, տեսեք, մենք խոսում ենք ակնհայտ բաների մասին, չէ՞։ Ոչ գործ կա, չափազանց ակնհայտ, չափազանց դիստրոֆիկ, աչք ծակող, մեկը ձեն հանեց։ Մեկն ասաց, այդ մարդուն ժողովուրդն ընտրել է։ Ոնց ես գնում բանանես, ձերբակալես։ Դե Փաշինյանին ձերբակալեք, ավելի մեծ խախտումներ անում։ Օրես պատգամավորներից մեկը ազգային ժողովում ասեց, պարոն Փաշինյանին հարց տվեց, թե կնոջդ մեքենան փոխել ես։ Այդ պատգամավորն եկեք հիշեցնենք, Փաշինյանը կին չունի։ Կին չունի։ Չկա տենց մարդ։ Ո՞վ է այդ մարդը։ Եվ այդ մարդը, որի հետ ինքը պարզապես ապրում է, ինչի հիման վրա է, այո, նրա ընտանիքին կնոջը հասնում է բան, մեքենա հասնում, բայց դա իր կինը չի։ Այսինքն օրենքով նրան մեքենա չի հասնում։ Իհարկե։ 4-րդ հանրապետությունն է, պարոն Բագրատյան, այլ օրենքներ են 0-ից սկսում են։ Հա։ Դե 4-րդ հանրապետությունն է։ Այդ դերում մեջ վարպետ են։ Ինքն է ասում 4-րդ հանրապետություն է, այն Արմեն Սարգսյանն էր ասում 4-րդ հանրապետություն է, Արմեն Սարգսյանը հիմա ուր է։ Փախավ Լոնդոն։ Սա էլ է շուտով փախնելու։ Իսկ ուր կփախնի։ Չգիտեմ, այդ հետաքրքիր է ինչ ուղղություն, ինչ աշխարհագրական ուղղություն կընտրի, կտեսնենք։ Հաշվի առնելով տարբեր միջազգային որովհետև այսպես երկիրը չի կարող շարունակվել։ Սա այստեղ օրենք չկա։ Երկրում ոչ մի քրեական օրենսգիր ոչինչ չկա։ Հասարակությունը մի օր պայթելու է կամ գյումրեցիներին։ Չգիտեմ ոնց է պայթելու։ Ձեր առաջ նստած է մարդ, որը մի քանի դատական որոշում Շրաբեկի մակարդակով իրենց օրոքով կրել է։ Իրանք չեն անում ու վերջ։ Որոշումները դատական կյանքի չեն կոչվում։ Շրաբեկ դատանի որոշումները չեն կատարում։ Իրանք իրենց դնում են հիմարի չհասկացողի տեղ, սկսում են վիճարկել։ Ախր այս որոշումը սենց է, այս որոշումը սենց պիտի հասկանանք։ Շրաբեկ դատանի որոշումը սկսում են մեկնաբանել։ Այնինչ դա պետք է անհապաղ կատարվի։ Հա ինչ, իհարկե։ Անհապաղ պիտի կատարվի։ Դրա համար հարկադիր ծառայություն կա, չկատարելու դեպքում քրեական պատասխանատվություն է հասնում, բայց այդ օրենքները չեն վերաբերում ՔՊԱ-ականներին։ Պարոն Բագրատյան, ստացվում է, որ ամբողջ իրավապահ արդարադատության համակարգը ծառայում է կոնկրետ ուժի։ Կոնկրետ Փաշինյանի, կոնկրետ ուժի, այո, ծառայում է, նա չի ներկայացնում այն մարդիկ, որոնք երեք բռնում էին Վարդան Ղուկասյանին, չեն ներկայացնում մեր պետության իրավապահ համակարգը։ Նրանք ներկայացնում են Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ին։ Նրանք մեր իրավապահ համակարգը չեն։ Նրանց արած գործողությունները, ինչպես իմ լավ բարեկամն է ասում, ընդօրինակելով հայտնի ֆիլմի մի արտահայտության, նրանց գործողությունները վիրավորում են մեր բանականությունը։ Ոչ միայն վիրավորում են մեր բանականությունը, այլև փաստացի խեղում են համակարգը, որը հետո դժվար է լինելու վերականգնել։ Դե ստիված պետք է լինեն հաջորդ իշխանությունը, չգիտեմ ով կլինի, ստիված պետք է լինեն բոլորին հեռացնել այդ համակարգերից։ Այդ ձևի գործողություններին մասնակցած մարդկանց, որոնք բացահայտ ապօրինի հրամաններ են կատարում։ Այդ դիմակները ինչ էին հակել, ոչ չճանաչեն իրենց հետաքրքիր է, դա հատուկ ձև է, ոչ է, ինչպես սազում էր, բայց իրանց այդ դիմակները սազում անես լավ մոդայիկ դիմակներ են։ Նրանք ատել եք այնպես նյուանսներ ունի, շատ նրբություններ կան այդ դիմակների մեջ։ Սուպերմենի ոճի մեջ։ Հա, այդ ոճը բանը Բեթմեն է։ Captain America։ Այո, Բեթմենի ոճով, Հոլիվուդի ոճով, այնց։ Դուք հենց ուշադրություն դարձեք, այնտեղ մոտիկից լինեք, կոշիկները նայեք ոնց են անում, ոնց են իրենց պահում։ Այո, դա շատ հետաքրքիր է։ Ամերիկյան ֆիլմերից են ոգեշնչվում։ Այո, երևում է, որ այդ բոլորը ամբողջ օրը նստած տրեյնինգների մեջ են եւ այդ տրեյնինգների գերակշիռ մասը այդ ֆիլմերն այլն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինչից է ոգեշնչվում կամ որ տիրակալից է ոգեշնչվում։ Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով նրա իդեալը Ստալինն է կամ գուցե այդ Եժովը, չգիտեմ։ Բայց Ստալինը գոնե ասում են հայրենական պատերազմ հաղթեց։ Չէ, Ստալինը քիչ պատերազմ հաղթեց, նա հայրենասիրության զգացում ուներ, նա վերջում նույնիսկ ուզում էր Արևմտյան Հայաստան հայերի համար նվաճել բան։ Չգիտեմ, գուցե Ստալինը կամ ինչ տիրան։ Չէ, կներեք, Ստալինը չի, ես այդ խոսքերս հետ եմ վերցնում։ Ինձ թվում է ավելի նման է Սադամ Հուսեյնին եւ Ասադին։ Երիտասարդ Ասադին, վերջին նկատի ունեմ։ Վերջին Ասադին, այո։ Բայց երկուսի վերջն էլ վատ եղավ։ Հա, այդ էլ հետաքրքիր դիտողություն ասի, հա, վերջին էլ վատ եղավ։ Կուզենայի, որ մեր իրավապահ համակարգը հիշեր ինչ եղավ Ասադի իրավապահ համակարգի հետ, էլի։ Մի մասը ինտեգրվեց նոր համակարգի հետ, մի մասը պատժվեց, գնդակահարվեց։ Կան գնդակահարություններ, կան մարդիկ, որոնք հաջողությամբ անցան այս կողմը, ես չգիտեմ։ Իրաքի սահմանը անցան, այո։ Կամ հիշենք ինչ եղավ Իրաքում Սադամ Հուսեյնի իրավապահ համակարգի դատավորների հետ եւ այլն։ Էլի մի մասը կարողացավ ինտեգրվել, շարունակել աշխատել, մյուս մասին պատժեցին։ Պարոն Բագրատյան, երբ որ
կոնկրետ համակարգերը, որ կազմում են պետության հենասյունները, դառնում են մեկ մարդու հրահանգով գործող մարմիններ։ Արդյոք այդպիսով չեն ապամոնտաժվում ու արդյոք այդպիսով Նիկոլ Փաշինյանը ինչ որ առումով ճիշտ չէ, որ ասում է երրորդ հանրապետությունը մեռել է, ծնվում է չորրորդ հանրապետությունը։ Չէ՞ որ պետության սյունները արդարադատության համակարգն է, իրավապահ համակարգն է, կրթություն, գիտություն։ Շատ վտանգավոր է, շատ վախենալ է պետք այդ իրավական համակարգից։ Նա այսօր մեր պետության, մեր ժողովրդի ապագայի համար ավելի վտանգավոր է, քան թե Ալիևը կամ թուրքերը։ Ինչ է մեզ սպասում։ Նմանատիպ սցենարների լավ բան չի սպասվում։ Իսկ ով է լինելու հաջորդ թիրախս ձեզ։ Դե հաջորդ թիրախը կլինի ընդդիմությունից, կլինեն մեկը կամ երկուսը, որոնց առաջ ինքը խնդիր է դնում հանկարծ թույլ չտալ ընդդիմության միավորում։ Սակայն տարբեր հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ ընդդիմության որոշ ճյուղեր այնուամենայնիվ գնում են դեպի դրան։ Ընդհանուր օրակարգի շուրջ միավորման։ Ուրիշ ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ։ Ինչ նոր անակնկալներ սպասենք։ Թե ոճը չի փոխվել։ Ամեն ինչ ցանկացած վտանգավոր ուժ, որը կգրանցվի, կարող է մի օր հայտարարեն չգրանցված։ Կարող են բացահայտ պարտվել իրանց թվերը հայտարարել։ Օրինակ տեղի ունեցավ Վահագն Հովակիմյանի հարցազրույցն էր մամուլի ասուլիսն է, լավ չեմ հիշում։ Դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է։ Մի ժամանակ իրեն դեմոկրատ էր համարում։ Նույնիսկ մի քանի հոդվածաշար ունի նվիրված ձեր խոնարհ ծառային։ Ընդ որում հենց Նիկոլ Փաշինյանի խոսքով մտերիմներն ասում են, որ Վահագն Հովակիմյանին ոչ այնքան լավ լրագրող է համարել։ Հա։ Հիմա ինչ կարիք է վերես կենում հաթաթացած մտներով չանցի մի հատ խախտում անեք։ Ընդդիմությանն է դիմում։ Ասեն ինչի՞ չես դիմում Արամ Զավենի Սարգսյանին, ինքը չի կարա խախտում անի։ Ինչի՞ չես դիմում օրինակ ձեր ասած Շիրիմյանին, հա, Լևոն Շիրիմյանին։ Նա ինչա չի կարա խախտում անի, պոտենցիալ խախտող չէ, ինչ ես հենց բան անում։ Հələ մտներով չանցնի։ Արամ Սարգսյանը կամ Խուրշուդ Հովսեփյանին ասա այդ բաները։ Արամ Սարգսյանն էլ են դիմություն, պարոն Բաքրատյան։ Որ Արամ Զավենի Սարգսյանը, այո, բա ընդդիմությունն է, մի հատ դիմի էլի։ Շատ ուժեղ ընդդիմություն է, շատ։ Նստած մտածում է ոնց Նիկոլին օգտագործի կարիերային մի հատ աճ ունենա, հետո գցի Նիկոլին։ Պարզ չի, այդպես եմ ես մտածում նրա մասին։ Բայց ու հելնի, եթե տղա է, եթե Նիկոլի կողքին կանած տղա է Արամ Զավենի Սարգսյանը, թող վեր կենա եւ այսօր հայտարարի, որ Գյումրի քաղաքապետի ձերբակալությունը նաեւ իմ համաձայնություն պատճառով է եղել։ Ես այդ պատասխանատվության մի մասը իմ մասը վերցում եմ իմ վրա։ Չէ՞ որ իշխանությունը կիսում է Նիկոլ Փաշինյանի հետ, բայց ինչի իր կուսակցությունից ընտրված համայնքապետերը չեն ձերբակալվում։ Լավ հարց էր։ Հա, ինչի։ Թող վեր կենա, այն բանն էլ այստեղ համայնքապետ կա է Երևանում, այն նոր Մարաշումով է, այն մեկը կար է։ Հա, այն որ ծեծեցին մարդուն բռին ապաշկարա բռին ոչ բան էլ չկա, իբր քննություն է գնում։ Բան չի այդտեղ չեք ձերբակալում, ինչի՞ չեք զրկում իրավունքից մարդացեցել։ Շարունակում աշխատել, ասում եք քննում ենք 5 տարի էլ այդ գործը չեն փակի, կքննեն, որ այտենց էլ կորի գնա։ Այս բաներում էս որ արվում է, օրինակ երեկվա Գյումրիի դեպքում ավելի շատ մեղք ունի Արամ Զավենի Սարգսյանը, քան թե Նիկոլ Փաշինյանը։ Անկեղծորեն եմ ասում։ Բակոս տապուկ կողքից իրանք ամենտեղ կան, տաշտակի առաջ կանգնած ուտեն, բանան են, բյուջետային միջոցները իրից օգտվեն եւ այլն, ու ձեն չանեն։ Մի հատ ձեն չի անում։ Մի հատ ձեն չի անում։ Ընդդիմության մեջ էլ մրցակցություն ես կուզենայի Նիկոլ Փաշինյանը դիմել, ասել են չես մենակ պատասխանատվությունը վերցնում վրա։ Հստակ մի քանի ուժ ունես, որ կիսում են քո այդ քո արածները։ Թողել են, ասել մենք ենք ասել։ Քեզ վաղ մատաղ են անելու դրանք։ Հենց իրենք։ Հենց իրենք ասել են, մենք կապ չունենք։ Նիկոլ Փաշինյանը դա չի գիտակցում։ Երևի չի գիտակցում, հիմա ես ձեզ ասում եմ։ Մի հատ քաղաքական ուժ կա, որ հայտարարություն ա արել, բացի ԿՊ-ից, որ ինքը տերն է այն ինչ տեղի ունեցել Գյումրիում։ Դե թողել են հայտարարել։ Էս իմ խոսալուց հետո կարող է հայտարարել։ Բայց կարծում եմ Նիկոլ Փաշինյանը գա, ասի ես ձեր հարիվը չեմ։ Ես աշխատեմ, դուք տվեք իմ իշխանությունից, այն քվեից որ ժողովուրդը տվել է ինձ, ոչ թե ձեզ, լափամանում կողքը կանգնեք ու հետո մի հատ զեն չանեք, պատասխանատվություն չկիսեք։ Այնպես որ ես կարծում եմ, որ այս ելույթից հետո նրանք այլ ավելի թափով կհարձակվեն ինձ վրա։ Նիկոլ Փաշինյանն էլ միգուցե որոշակի եզրահանգումների կա։ Հատկապես որ սեփական թիմակիցներին։ Նայ Նիկոլ Փաշինյանը չեմ գրգռում, ես չեմ տալի, քսի չեմ տալիս, բան չեմ անում, չեմ գրգռում։ Դա տես ինչ ես անում, էլի, ինչի համար ես անում։ Ինչի համար ես անում։ Հետո ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը այդքան համարձակ է, որտեղ այն ինչ որ հիմա անում է,
Մեկը մի օր պատժվելու է։ Մի օր պատժվելու է։ Պարոն Բաքրացյան, Եվ ինչի է ինքը իր վրա էս պատասխանը վերցնում, ում համար է սա անում։ Որը ում համար է սա անում, որ Սարիկը դառնա քաղաքապետ։ Արա քեզ Սարիկը պետք է։ բայց խնդիրը Սարիկն է, թե 2026-ի ընտրությունները։ Չէ, 2026-ի ընտրությունները կարող են լինել, բայց խնդիրը հենց Սարիկն է։ Խնդիրը հենց նա է, որ Վարդան Ղուկասյանը այդ բյուջետային անկախությունը չստանար, դադարն էր դիմում, չէ՞, ասում են փողերից տվեք։ Հասկանում ես։ Արդյոք հասկանում է իշխող վերնախավը, կոնկրետ վերնախավել չկա, կոնկրետ Փաշինյանը ոչ մեկին չի լսում։ Արդյոք դու հասկանում ես ինչ ես անում вообще։ Արդյոք դու քեզ հաշվի ես տալի դատախազը կամ ազգային անվտանգության ծառայությունը քեզ ճիշտ են սեկուցում թե չէ։ Այսինքն հնարավոր է ծուղակն է ընկել։ Ահա չէ որ վաղը որ այս իշխանությունը հեռանա, մի օր հեռանալու է։ Քեզ են կանչելու պատասխանատվության։ Դատախազ արանքից փորձելու է ծլկել։ Գլխավոր մեղավորն ու գլխավոր պատասխանատուն ինքն է լինելու։ Այո։ Մենակ էլ անում է բոլոր ամեն ինչ իր վրա վերցնելով։ Արա ախպեր ջան, այդքան խելոք ես արա։ Դի մենակ հիշի որ ծիծաղում են, օրը վերջում է ծիծաղում։ Պարոն Բաքրացյան, վստահ եք, որ այդ օրը հասնելու է։ Միգուցե ինքը իսկապես գիտի, որ հաղթական է լինելու իր ծրագրը։ Ոչ մի չի կարող հաղթա։ Տնտեսական կյանքում մի կես տոկոս առնչնած չունի։ Մարդիկ գնալով վատ են ապրում։ Կարևորը մեղավորը կա, Ռուսաստանն է։ Ռուսաստանը չի անցնում այդ թեզը, մենք հարցումներ ունենք։ Այսինքն Եթե մի տարի հակառուսական առաջ ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը թեզին հավատում էր 40%-ը, այսօր այդ թիվը իջել է 18%-ի։ Մենք հարցումներ ունենք։ Մեկ իրանք իրանցի փր հարցումներն են ցեն տալիս։ Արմանի Գելապի Արմանին ասում են թվեր ասա, Գելապի Արմանը թվեր ասում։ ԱԱԾ-ն էլ է բարբերաբար փակ հարցումներ անցկացնում։ Փակ հարցումները անցկացնում եւ այլն։ Ոգևորվել է, բանը, առիթի սիրտակեր է Փաշյանը, ինքն էլ այդ սիրտը չունի վախկոտ։ Ինչ ողորմելի վիճակի մեջ ես դրում քեզ ու քո ընտանիքի անդամներին։ Հարվածը գալու է կնոջը երեխեքիդ վրա։ Պատասխան հարվածը, պատասխանատվության առումով։ Միգուցե դա գիտակցում է եւ հետեւաբար հետ քայլի Քեզ ինչի՞ է պետք որ ամեն ձևի տակասնում ես Արամ Զավենի Սարգսյանին, նայել ինչ լեկտիվություն ասանում է նրա կուսակիցները։ Ինչի՞ դա պետք։ Քեզ ինչի՞ դա պետք բան անելու Արման Բաբաջանին կամ Խուրշուդ Հովսեփյանին եւ այլն։ Սաֆարյանց ճոպայի նա ինչ է հասկանում։ Արչի ծառայություն Մտքի գիգանտ ա եղել, հա։ Արչի ծառայություն են մատուցում։ Չէ, ես ուզում եմ զգուշացնել, Նիկոլ Փաշյանը չի հասկանում, որ այդպես չի կարելի։ Հանուն ինչի։ Ինչ ես պաշտպանում Վարագույրով պատում Ալեն Սիմոնյանի տնտեսական գործունեությունը։ Ինքն է, չէ, տնտեսական գործունեության ծավալողը։ Ինքը խոստովանել է, չէ։ Նույնիսկ ասել է, իսկ ինչա ամպորինի է։ Օրինական տենդեր կա մասնակցում, իմ եղբայրները չէին կարող տենդերների մասնակցել։ Պարզ իրանց ասվում էր հեռու մնացեք, սա ձերը չի։ Ոչ մի պետությունից հեռու։ Սեփականաշնորհ հեռու դուք չկար ասեք Բագրատյանը մի հատ բան օբյեկտը սեփականաշնորհ իր եղբայրներին կամ հարազատներից որից մեկին։ Օգնության կգան գաղտնի ձայնալսումները։ Ոչ մի ձայնալսում էլ չի կարա լինի, չկա պարզապես, փաստ չկա։ Այս բոլորը կամ Նիկոլ Փաշյան, ինչի՞ ես Աբգարաժվեցանում բանանում ծածկադմբոցանում ֆինանսների նախարարի շուրջ եղած բաները։ Որովհետև իրենք էլ իր հերթին իրեն են պահում։ Ֆինանսների նախարարը $1 միլիոն բանով Արտոնյան վարկ վերցել է թե չէ։ Ես հիմա բանկի անունը չեմ տալիս։ Պարոն Բաքրատյան, անդրադառնանք նաև իշխանություն եւ եկեղեցի հակամարտության։ Այս շատ լավ թեմա է, շատ։ Հայոց վեհափառի հաղորդությունը մերժած Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան Հռոմի Պապի հրավերով եւ նրա ձեռքից հաղորդություն ստանում։ Ինչպես եք մեկնաբանում Վատիկան այցը։ Շատ հանգիստ, արևմուտքի բանն է, Վատիկանն էլ է, Միացյալ Արևմուտքի Նահանգներ, հոգևոր Եվրոպա, կենտրոնը։ Վատիկան, որոնց նպատակն է կորցանել հայկական պետությունը։ Մայիս ամսին, աղջիկ ջան, Chatham House-ը անգլիական հետախուզական ընկերությունների ռիպորտներն անում, փորձում այդ լեզուն փոխանցել քաղաքացիական լեզվին, մի հերթական թողարկում արեց, մի քանի 100 էջա անգլերեն, որի մեծ մասը նվիրված էր Հայաստանին։ Եվ Հայաստանին նրանք այսպես էին ասում, որ հիմքը, որպեսզի հայերին կտրեն ռուսներից, ընդհանրապես վրացիներին կտրեն, մալդավացիներին, ուկրաինացիներին, դա արևելյան քրիստոնեության դադարեցումը պետք է լինի։ Մեր թշնամին Ռուսաստանը չէ։ Ռուս ուղղափառ եկեղեցին չէ։ Մեր թշնամին, այսպես ասեմ, այդպես շարադրում են, բաննա, որ դրանք Հռոմի Պապին չեն ենթարկվում։ Եվ ընդհանրապես խնդիր է դրված արևմուտքում եւ շատ հաճախ Թրամփն էլ ասում քրիստոնեության շուրջը, որ վերջապես այդ քրիստոնեական բանը պետք է լինի մեկ եկեղեցի, չնայած իրանց մոտ երկու եկեղեցի, բողոքականներն ու կաթոլիկները։ Թրամփը կարծեմ հենց բողոքականին էլ հեռում է, այո։
Հիմա այդտեղ պայքար կա։ Իդեպ 2013-ին, որ Վրաստանը քշեց բանից, դուրս եկավ այդ Եվրոպա ինտեգրացիայից, ընտրեց վրացական երազանքին եւ այլն, նույնպես կանացեր վրաց ուղղափառ եկեղեցու վերաենտարկեցման հարցը։ Դրանք պետք է ենթարկվեն այսպես կոչված հունակաթոլիկ եկեղեցին, կա հռոմակաթոլիկ, կա հունակաթոլիկ, բայց այդ հունակաթոլիկն ու հռոմակաթոլիկը ընդունում են Հռոմի պապի գերազանցությունը։ Կարող եք պահպանել արևելյան տրադիցիաներ։ Նիկոլ Փաշինյանի բանը հարվածը հայ եկեղեցին կաթողիկոսի չէ։ Եկեղեցին է։ Այն առաքելական եկեղեցի է, նա ոչ կաթոլիկ է, ոչ ուղղափառ է, բայց արևելյան եկեղեցի համարվում։ Այդտեղ դավանաբանական առանձնահատկություններ կան։ Հասկանում եք։ Այո։ Եվ նա պապի հետ հանդիպել էր, որ ես կամ, հեսա կեթամ, հեսա հերը կանից եմ այդ եկեղեցու, ձեզ խափում են, երբ որ ասում են ընդամենը կաթողիկոս ենք փոխելու, ոչ, նոր կաթողիկոսը պետք է ոնց որ ինքը ստեղծել է 4-րդ հանրապետությունը, նոր կաթողիկոսը պետք է ստեղծի 4-րդ հանրապետությանը բնորոշ արժանի եկեղեցի։ Որը կտեղավորվի Նիկոլ Փաշինյանի պատկերացումների մեջ։ Այո, այս եկեղեցով ինքը չի կարանի։ Օրինակ այս եկեղեցին ասում է Արադ սարը հայկական է եղել, հայկական էլ պիտի մնա, ինչ ես ուզում Արադ սարից։ Իսկ ստացվեց ծրագիրը իրականություն դարձնել։ Դե հիմա պայքար է գնում էլի։ Ձեզանից եւ ինձանից էլ է կախված։ Կփորձի կուլ տալ հայ առաքելական եկեղեցուն։ Իմ կարծիքով չի կարող։ Բայց դա իմ կարծիքն է։ Պարոն Բաքրատյան, ժամանակին դուք էլ եք քննադատում եկեղեցին։ Եկեղեցին ես ոչ մի բանի չեմ հրաժարվում։ Այո։ Բայց ես ուրիշ բանի համար եմ ասել եկեղեցին, չէ, ես ուրիշ բան եմ ասել։ Ես գտնում եմ, որ այդ ռեֆորմները հայ առաքելական եկեղեցի կանի որոշ բաներ արեցին դրանից հետո։ Այսինքն ականջալուր են եղել։ Օրինակ ես ասում եի, ինչի չեք հրապարակում եկեղեցու, ինչու մարդը որ գալիս է եկեղեցի երեխայականքում, ինչի ՀԴՄ չեք տալիս, հա։ Տվեք ՀԴՄ-ն։ Այդ բաներին հստակ հետևեք։ Այնուհետև բանը, օրինակ ես հիմա էլ եմ գտնում, որ ճիշտ է մոմ վաճառելը, բայց որ քաղաքացի, որ մտավ եկեղեցի, որ մոմի փող չունի, պետք է իրավունք ունենա մոմը վերցնի ու վառի։ Իմ հայտարարության մեղքն էլ այն էր, որ ոչ մի հարկային արտոնություն եկեղեցին եւ այլն բոլորս նույն դաշտում պետք է եթե մենք շարունակենք եկեղեցուն տալ այդ երբ ցակեցի իմ այդ ելույթը երբ որ Տիգրան Սարգսյանը ուզում էր ագին ունեցված փոխանցել եկեղեցուն ես դրան դեմ եմ Ինչու՞ ես դեմ եմ որ եկեղեցին լինի տնտեսվարող սուբյեկտ չէ որ եկեղեցին էլ պետք է գոյատևի դրա համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ այո բայց եթե հայ մարդը մտել է եկեղեցու փող չունի մոմ առնի մի հատ մոմ իրավունք չունի վառի եկեղեցու հավատը ֆինանսավորումը պետք է ուղղությունել հավատի միջոցով մենք շատ չեմ կարծում հենց այդ մոմն է ֆինանսավորումը եկեղեցուն զողություններ եւ այլն սա ես հիմա էլ այդ կարծիքին եմ ես հիմա էլ կարծում եմ որ հայ առաքելական հսկայական դեր ունեցել Հայաստանի զարգացման մեջ հատկապես սկզբնական շրջանում քրիստոնեական շրջանում սխալ է եղել որ նրան հսկայական հարկային արտոնություն են տվել որովհետեւ օրինակ Բագրատունի թագավորության ժամանակ պետության փողերը մեծ մասը Պետրոս Գետառնավ կաթողիկոսներ ֆինանսավորում բանակին։ Այս բանը չպետք է կրկնվի երբեք։ Սա հստակ եմ կարծում։ Դուրս եկավ որ եկեղեցին հայ առաքելական եկեղեցի հավատավորներից եմ, իմ ասածը խոսում է այս ռեֆորմների մասին, փոքրիկ ռեֆորմներ են, որոնք պետք է եկեղեցին անի։ Իդեպ որոշ բաներ արեցին։ Իդեպ ասեմ նաև որ ես մի քանի անգամ փորձել եմ, հիմա կարելի է մտնել եւ ես չգիտեմ գուցե ես ինձ բան չարեցին քաղաքացին կարող է մտնել հավատավորը մտնել եկեղեցի մոմ վառել կարծում եմ կարող այս հարցերն են եղել մենք երբեք չենք դրել կասկածի տակ հայ առաքելական եկեղեցու գոյությունը երբեք չենք խառնվել ինչպես է եկեղեցին ընտրում կաթողիկոսին մենք գտնում ենք որ դա ճիշտ է կաթողիկոսի ընտրությունը մինչև իր ցմահ է եւ այլն բոլոր մենք երբեք չենք խառնվել Պարոն Բաքրատյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ամերիկացի բանաստեղծ փիլիսոփա Էմերսոնն ասում էր. «Ամեն մի բռնություն մռայլ ու վանող է եւ վկայում է ոչ թե ուժի, այլ դրա բացակայության մասին»։ Դուք դիտում եք հարցազրույցը, մեր հաջորդ թողարկումը վաղն է։ Հաջողություն։